Սիրելի Աստծո ստեղծագործություն, բարև բոլորիդ։ Թող Տերս օշնես առավոտը ու այն խոսքը, որ նոր դրել է իմ բերանիս, իմ միջիցս փոխանցե բոլորիդ։ Սուրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ։ Այսօր այդ մասին որ պիտի խոսամ, սրբություն, որը անարգված է եկեղեցիներում, ընտանիքներում, աշխատավայրում ու ամենտեղ։ Այսօր մարդիկ գիտեք ինչի հետևից կեշտան, ոչ թե սրբության հետևից, այլ կեշտան փառքի, դիրքի, փողի, իրանց ցանկությունները կատարելու հետևից։ Ու շուտվանից մոռացել են սրբությանը հետևելը։ Այսօր եթե դու եկեղեցի կեշտաս ու սուրբ կյանքով չես ապրի, եղնիս հովիվ, եղնիս 40-50 տարվա ծառայող, դու չունես փրկություն։ Այսօր շատ եկեղեցիների մեջ համարձակ կրնամ Տիրոջ անունից սեմոր, եւ սրբությունն է հեռացած եւ Աստված։ Եկեղեցիների մեջ մեղքերը այնքան շատ են, որ Սուրբ Հոգին արդեն գնացել է։ Ու գիտեք ինչն է պատճառը, որովհետև մարդիկ կվախենան առաջնորդները, հանդիմանեն մեղքը ու չի հանդիմանվի մեղքը ու մեղքը գնալով կաճի։ Կմտածեն թող գա եկեղեցի կփոխվի, թող գա եկեղեցի կփոխվի, նորահոգի է եւ այլն, ու կտեսնին որ այդ մարդը ոչ թե կփոխվի, այլ սկսել է փոխել շատերին։ Դուք նույնիսկ չեք պատկերացնել, թե Աստված ինչքան լուրջ կվերաբերվի մեղքին։ Մարդիկ կան եկեղեցի կեշտան մոդա ցույց տալու համար, իրանց շորերը ցույց տալու համար։ Մարդիկ կան կեշտան որ ցույց տան իրանք ինչքան լավ կաղոթեն, ինչքան լավ կերկեն, ինչքան լավ կփառաբանեն կամ իրանց մեքենան ինչքան լավ մեքենա է։ Այսօր շատ քչերն են որ կեշտան ուղղակի սրբվելու ու մաքրվելու համար։ Գիտեք ես ինչքան մարդկանց հետ եմ աշխատել։ Տարիներ շարունակ։ Ուրիշ կա ես առավոտնից իրգուն զանգերի կպատասխանեմ։ Կրնամ սեմոր մատներից վրա կրնամ հաշվեմ այն մարդկանց անունները, որոնք որ ուղղակի կուզեն սուրբ կյանքով ապրեն ու պատրաստ են հնասանդվելու։ Այսօր այնքան են աշխարհին կապված աշխարհային ցանկությունների հետ կապված, որ սրբության մասին խոսալը նույնիսկ ավելորդ է։ Այսօր մարդիկ կուրախանան իրանց եկեղեցու թվով, իրանց եկեղեցու շինություններով, իրանց եկեղեցու երգչախմբով, իրանց եկեղեցու քարոզիչներով, իրանց եկեղեցու զոհաբերություններով, բայց չեն ուրախանա սրբությունով։ Հիշեք, Աստծո համար ամեն ինչ 0 է։ Դու միկրոֆոնով կերկես, թե առանց միկրոֆոնի։ 0 է, եթե քո եկեղեցիդ մեջ կան 1000 հոգի ու մեծ շինություն, բայց ինքը ներկա չէ։ Դու կնաս հավաքվիս գարաժի մեջ, տնակների մեջ, վարձով տան մեջ, անդառների դաշտերի մեջ ու եղնիս սուրբ կյանքով Տիրոջ ներկայությունը ավելի հզոր ձևով քիշնի, քան թե չգիտեմ ինչ դալիճների մեջ 4-5-10 հարգանի շենքեր կսարքեն, մարդ չկա գնացող, կամ եկը լծվին չգիտեմ ինչի համար, ու այդ գումարը որ կրնայր օգներ կարիքավորներին, մորթերը ցույց կտար, դու դրել ես կառույցներ կենես, ինչի համար զուտ քո անունիդ համար, գրքեր կգրեն, որոնց Տերը չի պատվիրել։ Դուք գիտեք այսօր գիրք գրող շատ հովիվներ չկան դժոխքի մեջ։ Ուղղակի լսեք շատ հոգևոր վկայություններ։ Այսօր Տերը կզգուշացնե ցեզի, ստապվեք ու սկսեք մի հատ նայել բոլոր հարցերին իմ աչքերովս։ Աստված ճիշտ է, չափիստ ու սիրող Աստված է, բայց նաև սուրբ Աստված է։
Հիշեք, Աստված իր օրենքը իրանից բարձր է դասել։ Աստված ինչ խոր սիրել գիտե, այդպես բարգանալ գիտե։ Երբ որ ձայնս կտրեցի, դուք եք կարծեիք ձեզի պես եմ։ Մի պես ցենս պիտի բարձրացնեմ, ծնտ կամ պես պիտի գոռամ ու ձերքիցս ազատող պիտի չեղնի։ Մի կարծեք որ քո երազդ Աստված չի տեսնի, քո գիշերվա երազտեք տեսնի, ցերեկվա երազտեք տեսնի, իմ սել հետը ու մեր մտածածները եւս։ Ուղղակի արեք կանք չառնենք ու շարունակենք սրբվել ու մաքրվել։ Գիտեք զարմանալուն արդեն որն է, որ մարդիկ կքայլեն պղծության մեջ ու կհանդիմանես արդեն իրանք կզարմանան ու քեզի ծայրահեղ կհամարեն։ Իրանք չեն մտածել, արդեն իրանք ծայրահեղ անհավատներ են դառը։ Ծայրահեղ սկսել են Աստծուն անարգել, կմտածեն, որ դու ծայրահեղ կհանդիմանես։ Գիտեք ինչ, փոքր աննշան բանն է, նույնիսկ մեղք է Տիրոջ առաջ։ Ու եթե մենք չենք աշխատի, որպիսի Տիրոջ օգնությամբ ազատագրվենք, ես նորից կնշեմ այս նախադասությունը Տիրոջ օգնությամբ, այսինքն մենք չենք կրնա մեզի փոխենք, բայց մենք կրնանք այս բանն ենք, չարտարացնենք պարզապես մեր մեղքը ու թույլ տանք, որ Աստված փոխե։ Հաճախենք այն եկեղեցիները, որտեղ որ մեզի կհանդիմանեն, որտեղ որ մեր թևից կբռնեն, դուրս կշպրդեն, եթե մենք մեզի սխալ կպայենք։ Հարգեք ու սիրեք այդ եկեղեցիները, որովհետև այդ եկեղեցին ճշմարիտ ու սուրբ է։ Եղել է եկեղեցի, որ ես գնացել եմ, դրա վրա կանգնած են եղել պատրած շալվարներ հակած քրեր, շագերտավոր քրեր, որովհետև քուրը չի կրնա այդ ցևի հակնի։ Ես եկեղեցից տարե դուրս եմ գնացել, արդեն պարզ է եղել, թե ինչ կանով կրնա Աստված այդտեղ ներկա եղնի։ Աստծո պղծության հետ մի փոխեք։ Ու մի կարծեք, թե Աստված որ լուր կգենա, ինք ամեն ինչ չի տեսնի ու ամեն ինչ չի դե։ Քանի անգամ է քեզի քու նույն մեղքիդ համար զգուշացրել։ Քանի անգամ։ Ու դու կշարունակես նորից էնել ու կարտարացնես քու մեղքերդ ու սխալներդ։ Քանի անգամ է քու խնդրից ճիշտ լուծումը քեզի սե, բայց դու քու ձևով ըդ կուզես այդ խնդիրը լուծես։ Քանի անգամ ես այս ինչ բանը կուտամ քեզի ետ է, բայց դու չես փորձել նույնիսկ լսել թե շարունակությունը ինչ կսե, այդ ետեի մեջ ինչ կմտնի, այս Աստված ինչ նոր կուտա, նաև ձևը կուտա վերցնելու։ Գիտեք Աստված բարգանալ գիտե։ Դուք կհիշեք ինչը խարազանով մտավ, ինքը ուժեղ բարգացած էր այդ ժամանակ, խարազանով սաղին դուրս կեներ, ինչքան իշխանություն ու զորություն ուներ ինքը։ Ու գիտեք ինչը դուրս կեներ, իր հոր տնից պղծությունը կհեռացներ։ Եսօր դու Աստծո հորտունն ես։ Թույլ տուր Հիսուսը կաբազանով, հարազանով ավելի շուտ։ Մնի քո տունը դու հեռացնե այն անմոակրությունները, այն պղծությունները, որոնք որ կաքուն ներսդ։ Աստված ծաղր չի եղնի։ Ինչ որ ցանել ես հազարապատիկը պիտի հնձես։ Ու երանելի այն մարդը, որ իր լավ ցանածները կհնձե, հազարապատիկը, բայց հիշեք, որ վատն է պիտի հազարապատիկը հնձես։ Ու դժողքի մեջ մարդիկ այն ինչ օրերել են այս աշխարհի մեջ, իջանց նույնը դևերը կենեն հազարապատիկ։ Մի դու ինչ կմտածես, ինչ կարծիքի ես։ Քեզ ձեր կուտա քո երազներիդ հազարապատիկը հնձելը։ Արդյոք ճիշտ կյանքով ես ապրել։ Արդյոք լավ կյանքով ես ապրել։ Ու նույն հարցը ես ինքս ինձ պիտի տամ։ Գիտեք, այս վերջերս ինձ անտատ Տերը կտանի աղոթքի։ Տեր մաքրու սրբե իմ ներսս։ Այսօր մարդիկ իրանց սխալները թողած ընկել են սոր նոր սխալների հետևից։ Վերջերս խմպակի ժամանակ խոսամ, ասեցի Աննա Մարիայի համար էլ կաղոթենք։ Մեկ է մի հատ աղբեր ելավ, որ նոր էլ մեր խմպակի մեջ չէ։ Հպե Աննա Մարիան լեզուները չի ընդունե, Սուրբ Հոգին չի ընդունե, ու ավել պակաս բաներ խոսած ու ինձ դուր չեկավ իր խոսալը, որովհետև այդ մարդը
Կարող է շատ սխալներ ունի, ընձու քեզի պես, բայց ես կտեսնեմ, որ ձե Աստված ցույց է տվոր, ինք ունի Աստծո սրտին համեմատ սիրտ ու Աստված նույնիսկ չի է թողել, որ ես իր հետ խոսամ, ինք ընձիսել է ես իր հետ կխոսամ։ Դու ով այսօր ընկել ես Աննա Մարիա հետևից ու գիտեք հետաքրքիրը որն էր։ Հետաքրքիրը նիկեր, որ մեր քրերից մեկը գցեց ընձի այդ տեսանյութը լեզուներով խոսալու։ Ես էլ կուզեի լսել, թե ինքը ինչ է խոսացել, թե արդյոք ինքը դեմ է խոսացել։ Երեխեք ջան, վերջի գծածն եմ լսել։ Բոլոր սազներին համամիտ էի, սկզբից մինչև վերջ։ Այդ մարդը չի սեր լեզուներով խոսալը, մեղք է։ Խոսային մասին, որ բոլորին տրված չէ այդ բարգևը, հա, ես վկայություն եմ լսել, Հիսուսը ինքը կսե։ Կան մարդիկ, որ լեզուների բարգևը տրված չէ։ Այդ ուրտեղ է գրած, որ լեզվով չաղոտեց, ինքը չի փրկվի։ Բայց գրված էր մի տադեք։ Բայց գրված էր սուրբ կյանքով ապրեք։ Սերը կատարելության կապն է։ Ընկել եք բարգևների հետևից։ Մարդը կսե հա մարդ կար։ Բայց կխոսա, որ դու կտեսնիս, որ բլբլոց է, շատ ճիշտ կսե։ Դիվական ես ավելին կսեմ, առանց վախենալու։ Մի անգամ մեկ ուրեմն ձեզ զանգեց, ինքան կերևար այդ քրոջ մեջ կեղծավորություն կար։ Զանգել է կսեք աղոտես նա այս Աստվածի համար ինչ կսե։ Ու կսի WhatsApp-ով զանգեք, Քուրչան, աղոտենք, եթե Աստված ինչ որ բան ունենա քեզ ասելու, ես պատմություն կպատմեմ, իրական, առանց անուն տալու։ Հենց որ փաստով ես կսիրեմ խոսալ։ Հպկսեմ մեզի աշկելել եմ WhatsApp-ով, մենք հեռախոսով աղոտենք, սա աշկելել եմ մի աղոտեք Քուրչան։ Կսի մենք օրինակ WhatsApp-ով ծառայություն կանցնենք, մի նայեք, դարավ ինչ սա։ Չէ, WhatsApp-ով կարելի է։ Ինչ տարբերություն։ WhatsApp է, Viber է, այդ նույն հեռախոսի աղոտքը չէ։ Ուրեմն աղոտեցի Աստված ցույց տվա, որ ինքան հնազանդ հոգի է։ Ես իրան ասեցի, «Սի դու անհնազանդ հոգի ես, մեկ եմ պարմեսավ չեմ հիշ այդ պահին, ես ում այդ ինչ որ կաղոտեմ այդ պահին կսեմ, որովհետև այնքան մարդկանց համար դեր եք խոսա»։ Ուրեմն այդ քունոր հետո սկսեց աղոտել։ Երեխեք ես վախեցա։ Դիք Սուրբ Հոգու աղոտք չէր։ Նախ պտուղներից ես տեսա, որ ինքը կեղծավոր հոգի էր, ուտեղ Սուրբ Հոգին չէր կրնա բնակվեր։ Ինքը կուզեր ինձի ֆռծներ մատների վրա, ինքը չի պատկերացնում, որ Աստված ինձի բաներ կար, այնքան բաց ու հստակ ցույց կտա։ Ու այդ բաները պտուղներն են մարդկանց։ Մարդիկ կան հա Սուրբ Հոգուց չեն խոսա, չեն աղոտե։ Քեզ ինչ պետք է լեզուներով աղոտես, երբ որ դու փրկություն չունիս, Սուրբ կյանքով չես ապրի, մեղքերի մեջ ես։ Դուք մի կարդեք ես Սուրբ Հոգուն հմի դեմ խոսամ, ես ինքս անտատ լեզուներով կաղոտեմ։ Շատ, հոգին քիշնին վրես ու կնա ես մեծ ժամը մաղոտեմ ու չկաղեմ, չէ մեկ կնա կաղնցնեմ, են ձևի կտանի հզոր հրճագումներ, բաներ։ Բայց կան մարդիկ, որոնց այդ բաշկև տված չէ, այս տեսանյութի տակ ես այդ տեսանյութը կտեղադրեմ։ Եսի գիտեք ինչի համար կսեմ։ Փոխանակ մեկս մյուսից դադենք ընկնենք մեկս մյուսից հետևից ավել լավ չէ՞ աղոտենք մեկս մյուսից համար։ Էս ինչ քրոջից հեռու մնացեք, էս ինչ աղբորից հեռու մնացեք, ինչի, որովհետև այդ մարդը հոգով կխոսա, Տիրոջից կխոսա։ Շատ հաճախ։ Ամեն մեկս։ Արեք թողնենք մեկս մյուսից սխալները ու մի հատ բան ունենք ենելու։ Ապրեք սուրբ կյանքով։ Ձեր մադը, ասպես որ ուղղել եք սաղի վրա, այս 4-ը Հիսուսը սել է, ձեր վրա է ուղղված։ Այս մեկն է միացրեք, ձեզի ուղեք ուսեք, ես մեղավոր եմ, Տեր ջան, առաջինը թունձի փոխը։ Ես խոստացա, չէ, 3 ծառայության մեջ, թե ինչի շատերը չեն բժշկվի։ Մեր աղոթքների միջոցով չեն ազատագրվի։ Մեր քրից մեկը խմբակի ժամանակ պատմեց մի հատ բան։ Սա մեկը քուր թե աղբեր երևի։ Կեշտա Աֆրիկա քարոսելու, այնտեղ մի հատ
կին նստած կերնի, կսե իմ աղջիկս շատ ուժեղ դիվահար է։ Քո Աստվածդ կրնա բուժե իրան ազատ է։ Ինքը կպատասխանե, հա կսե մի պահ վախեցավ, ինքը կվախենա էլի, կպատմե կսե հմին դիպտիսյա արի, ես է չիդեմ ինչ ենեմ։ Կսե գնացինք, խնդրեցի իրան կրնամ աղջիկա տանի մեր տուն ու գնացել է այդ տունը, տեսելի որ իրանց պես կաբել են, որովհետև ինքը լիքը դիվական բաներ կենում շատերին վնաս կացնել։ Մի խոսքով կտանի իր համար սենյակ առանձնացնե, մի ադամ ատո կառավատ կտնե, մի ադամ սեղան, այդ աղջիկը սկսե ան բնական ցեներ խանել, ջարդ ու փշուր կենել եղածած ամեն ինչը։ Ինքը իժեք շաբաթ հաց չի ուտել, ջուր չի խմել, ծոմ կվերցնու աղոտ կենե, ոչ մի փոփոխություն չի եղնի։ Ու տիրոջը կարծնե թե ինչի չես փոխե, ինչի չես բժշկել էլի Տեր ջան։ Այդ ժամանակ Տերը գիտես ինչ կսե։ Որ սուրբ կյանքով ապրի։ Քեզով սա որ տևերը քեզի կրնան հնազանդին, եթե դու պիղծ կյանքով կապրես։ Դու գիտեք այսօր ինչքան ֆարշ բժշկություններ կեղնի, որ մարդկանց տեղերից բանից կդրեն ու կեշտան կմեռնին այդ մարդիկ։ Ու գիտեք ինչն է պատճառը, որտեվ այդ մարդիկ բժշկությունները տիրոջից չեն էնե։ Ու հիշեք, ինչ որ Աստված կենե, դևերը դուր քսերոքսը կենեն։ Այսօր են աշխարհահռչակ քարոզիչները որ մարդ կթրծնեն, չգիտեմ ինչ կենեն, մեծ մասամբ դիվական բաներ են։ Որովհետև շատ շատերի կյանքերը արդեն Աստված բաց է ցույց տվել, որ իրանք դևերի հետ կապի մեջ են մտել, ուղղակի շատ մարդ հավաքեն, ճանաչում ունենան, լավ փող ունենան ու տվյալ այդ հովիվները ունին ինքնաթիռներ, մեծահարուստներ են, մեքենաներ, տներ, չիդես ինչեր։ Մեկից կերևար ծախված քրիստոնյաներ են։ Ես օրինակ դի քարի այսօր չեմ կրնած է հասկնամ։ Թե ինչ մարդը կրնա ըտկան տուն ու տեղ հետ գծե։ Եթե ինքը ճիշտ կյանքով, սուրբ կյանքով կապրի։ Ես ինքս Աստծու հետ մոտ հարաբերություններ ունենալով ես տեսել եմ, որ նույնիսկ իմ վերջի կոպեկը սկսել է օշն է։ Աստված երբեք չի սե սաղ լիցք ու տունդ։ Կսեք հունգերոջը ցիրեք քո անձիդ պես։ Եղել է ժամանակ, որ իմ ձեռս փող չի եղել, բայց Աստված սել է օշնե են մյուսին, ես քեզի քո հարցերը կլուծեմ։ Բայց այսօրվա հովիվները իրանց տները այնպես կլծեն, այնպես կապրին ավտոներով, ամեն ինչերով, իրանց եկեղեցու անդամները նույնիսկ կոշիկ չունին, տրանսպորտի փող չունին, որ հագնին էշտան եկեղեցի։ Ես ոնք գիտեք ինչի համար կսեմ։ Եսի կսեմ, որ ամենակարևոր բանը սուրբ կյանքով ապրելն է։ Արեք ուղղակի մեկս մյուսից չդադենք։ Արեք դադենք մեղքը, որ առաջինը կբնակվի մեր մեջ ու սրբևինք ու մակրվինք։ Եթե կուզես որ Տերը քո միջիցդ հրաշքներն է, բժշկություններն է, մեռելներ հարություն առնին, Տիրոջ ներկայությունը իջնի եկեղեցում ամենակարևորը ապրեք սուրբ կյանքով։ Տերը անսուրբ վայրերի մեջ չի բնակվի։ Շատ մաքրեք ձեր ներսը, մի գցեք եկուցի, որովհետև չիդես եկուցը կբացվի թե չէ։ Բացարձակ չիդես եկուց, ինչ օր կծնե քեզի համար։ Ամեն օր ապրեք այնպես, հաշվի առնելով, որ վերջի օրն է ձեր։ Ու հիմնականում մարդիկ շատ հաճախ չեն բժշկվի իրանց միջի եղած հենց մեղքերի պատճառով։ Ինչի բժշկություններ շատ տեղի չունենա, որովհետև եկեղեցու մեջ չկա Տիրոջ ներկայությունը։ Որտեղ լույս չկա, այնտեղ խավար է, բայց որտեղ որ լույս եղնի, այնտեղ խավարը չի եղնի։ Գիտեք, ես վերջերս մի հատ եկեղեցի գնացի, անունը չիս է դուր Աստված չեմ տա, թե չեմ բես չոր ես, Տերը ինչսա պես խոսամ։ Ես այդ եկեղեցու մեջ այնքան ծանրություն զգացի, ու Աստված ինձ աշկերեց էլ էշտայի։ Ու սա տեղ շատ մեղքեր կան, ու նաև ցույց տվեց, ամենամեծ մեղքը նիկերոր մարմնից կքարոզեն ու չեն թողնոր, հոգին քարոզե։ Ու մարմինը կսպանե, դու չես կրնա, էշտաս ու լծվիս, դու ծանդրծած հետ կուկաս։ Ու զարմանալին նիկեր, չնայած կանե զարմանալի չէր, որ երեք մի հատ քուր զանգեց ինձի ու պատմեց նորից նույն եկեղեցու վրայով երազ է, տեսեք, ես տեսա, որ այդ եկեղեցու մեջ ուտելիքի կտորներ էր լցած, հատակի վրա։ Ու հովիվին հարցրեցի, թե ինչի էսպես կեղտոտ եկեղեցին,
ով որ կհավաքեր, գնացել է, էլ չի հավաքել։ Սի լավ վիդեո զվանոք երա, ես քեզի կսեմ երազի մեկնությունը։ Սի Սուրբ Հոգին է եղել, որ նոր եկեղեցուց գնացել է։ Ու գիտեք Սուրբ Հոգին ինչի կեշ տա, որովհետև Սուրբ Հոգուն տեղ չես տա։ Հələ դու որ մեր տեղը մեջ տաս յուրը քեզի բան տեղ չտնեն, ինչ կենես։ Թողնես կեշ տա, շուր մարդ ես, կեղտոտ մեղավոր մարդ ես։ Սուրբ Հոգուն եկեղեցում էլ բան տեղ չեն տնե։ Սուրբ Հոգին գնացել է։ Ու այդ քուրքսը գիտես, ես էլ նույն բանը առա, որ Սուրբ Հոգին է գնացել եկեղեցուց։ Հիմի դուք փոխանակ եկեղեցի խաղակ, մոդա ցույց տակ, էշտակ եկեղեցի որ գալշկա մի ադմ ստանաք, որ գնացել եք, Սուրբ կյանքով ապրեք, քեզի հետ եմ։ Ուղղակի այսօր Տերը քեզի խոսակ, սա հեժիկ է, քանի անգամ քեզի զգուշացրեցի։ Ինչքան է հնարավոր քեզի զգուշացնել։ Ու կա ժամանակ, որ էլ երազ էսել, ինքը քեզի չի զգուշացնե, մենակ քիշիցնե ամեն մեկի միջոցով, քանի անգամ է քեզի զգուշացրել։ Ապրի Սուրբ կյանքով կունենաս ամեն ինչ, ու ոչ մի բանի կարիք հաստատ չես ունենա։ Սիրելիներ սկանը, ջոր այսօր Տերս դրեց իմ բերանից որ խոսամ, վախեցեք Աստծուց, ապրեք Սուրբ կյանքով, ապաշխարության արժանի պտուղներ բերեք, ապաշխարությունը դիք պտուղ է, մարդիկ կան անընդհատ ցույց կտան իրենց սխալների հասկնան, բայց ուղղակի դիք տեսական ձև է, ձևականություն է, տեսականորեն ցույց կտան, բայց այդ մարդկանց կյանքի մեջ չես տեսնի փոփոխություն, ուղղակի իրանց ձեռք կտար ապաշխարություն խաղան, որ իրանց ուզածներին հասնեն, մի խաղցեք ապաշխարություն, ուղղակի ապաշխարության արժանի պտուղներ բերեք։ Եթե հարցեր կունենաք, հեռախոսահամարս է 098 95 0071։ Ռուսաստանից տարբեր երկրներից կրնակ զանգեք +374 98 95 0071։ Ես տիրոջով կանցկացնեմ նաև խմպակներ, որտեղ որ հոգին ազատ կշարժվի, որտեղ որ կա սրբություն, մաքրություն, որտեղ որ մեղքը շատ լուրջ կհանդիմանվի, որ նոր հանձնարարվել է տիրոջ կողմից, որի եկեղեցու անունը դրել Աստված աշխարհությունը կհաղթե եկեղեցին, ես ինքս այդ եկեղեցու անդամն եմ, ու այդ եկեղեցու հովիվն ու առաջնորդը Սուրբ Հոգին է։ Կան մարդիկ, որոնք որ կփնտրեն այն, ինչ որ ես կփնտրեմ, ու եթե ձեր մեջ կտեսնի հարազատություն, հոգու կրնակ մասնակցեք մեր ծառայություններին, հեռախոսահամարից զանգեք, կապի դուրս կգանք, կխոսանք, հետո եթե Տերը հաստատություն տվեց, կրնակ մասնակցեք մեր ծառայություններին, ժողովուրդ ջան, անլուրջ մի վերաբերվեք Աստծուն։ Աստված երբեք ցեզի անլուրջ չի վերաբերվել։ Աստված իր որդուն, նույնիսկ մեր սիրելի Հիսուսին, թակավոր Աստծուն, գրկեց երկիր, որ սարսափելի տանջանքով մեռնի, ինձ ու քեզի պես անարժանների համար։ Որ հարի եսօր մենք իր համար մեր բանը չունենք ենելու։ Որ դու եսօր իր համար հեչ բան չես կրնա թողնես։ Մենակ կրնաս էլի պահանջես, առանց օմնջելու, վատ զգալու, մենակ կպահանջես։ Բայց հեչ մի օրում չես թե պաչան, ինչ կուզես օրենեմ քեզի համար։ Ինչն է քեզի հաճելի։ Ներեն ձոր ես քու հայրական սիրտ կտխրեսեմ, ախր դու ինձ կան շատ կսիրես, ինչ է սերը եսօր դու իր համար։ Ամեն ինչը ստեղծել է քեզի համար, դու քեզի լավ զգաս ու իր ստեղծածներն է քեզի կվերագրես, ախր։ Ինչպիսի զզվելի մարդ ենք մենք էլի։ Շկոն անարժան մարդ ենք ու ես նույնիսկ շատ հաճախ կմտածեմ, կսեմ, ինչ Աստված մեզի շատ կսիրի, որ սկան բաները կենենք ու ինքը մեզի կհանդուրժե։ Եղեք քնադող, ունեցեք շնորհակալ սիրտ։ Վկայեք այն ինչ որ Տերը երել է ու կենեց էզի համար։ Մտեք հնազանդության ու սրբության մեջ, քայլեք սիրո մեջ, սուրբ սիրո մեջ, ու էլ ավելի մեծացեք եղբայրասիրության մեջ։
հասկանը, սիրելիներ։ Այն ինչ որ այսօր Տերը ձեզով ամեն մեկդ քննեք որդ, ինչի մեջ որ ձեզի կտեսնի, քանի ուշ չէ մակրվեք։ Անձնակնություն կատարեք, որովհետև Աստված ծաղր չի եղնի։